Սեղմ եք լայք եւ բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սիրելի հայրենակիցներ ջան, շատ ակտիվորեն գտնվում եմ Տավուշի մարզում Երևանից ու եկել եմ բացահայտում անեմ ու ինձ օգնեց շինարար, մեծ շինարար Վարդան Վարդանյանը։ Տեսնում եք այս տարածքը, այս մեծ առելի տարածքը, այս Նիկոլի թալանած տարածքներն է, ժողովուրդ ջան, որ թալան է սարքել է, ջոկում եք։ Այն որ ասում են, Նիկոլը թալանեց, ճիշտ եք ասում։ Էլի դե կարակ մեկնաբանություններում գրեք, կարակ չեք կարա, որովհետև եկա, հսկայական տարածք է ու կառուցվում է դպրոց, պատկերացնում եք, ու ինչքան տես տասնյակ դպրոցներ, մանկապարտեզներ դեռևս կառուցում, սիրելիներս։ Ես հիմա գտնվում եմ Սևքարում, նայում եք, Սևքար գյուղը ինչա կատարում, հենց հիմա շինարարություն է գնում, հենա մեր աշխատակիցները արդեն այնտեղ կատարում են, որ դպրոցը շուտ հանձնեն, ստեղ մեր արդեն պարոն Վարդանյանն է, բարև ձեզ պարոն Վարդանյան ջան, պարոն Վարդանյանը խոսք չի ավելացնի, բայց կասեմ մի մեկնաբանություններ գրեք, որ չգիտեք։ Թալանում են այս երկիրը, այդ ընդդիմադիր ուժերը ու թալանելու են դեռևս։ Ես էլ ավել բան չեմ ավելացնում։ Ամոթ է ուղակի, սիրելիներ չի կարելի։ Սիրելի մեծարգո վարչապետի անունից տես բաներ խոսել, անվան հետ խաղալ, որովհետև տեսնում եք ինչեր է կառուցում այս մարդը։ Էլ չեմ խոսում մնացած բաների մասին։ Դե ինչքան կարաք հիմա մեկնաբանություն գրեք, այդքան բան։ Սամվել Կարապետյանը Պուտինի ստրուգն է։ Հիմա ուզում է որ մենք էլ դառնանք իր ստրուգը։ Եթե մենք էլ դառնանք իր ստրուգը, ուրեմն խայտարակ մի բան է ստացվում։ Մենք կդառնանք ստրուգի ստրուգը։ Կգնենք մի խայտարակ վիճակի մեջ։ Ամսի 16-ին ընտրություններին Քեզ, պարոն Փաշինյան, հարգելի վարչապետ։ Մի քիչ կներվենք, բայց զատո Ռուսաստանից կպրծնենք, թող Ռուսաստանը իրան մենաշնորը չծախի, որ մենակ այդ գիծն է աշխատելու, փառք ասու, հիմա աշխարհը բաց է մեր առաջ, չէ, ով կպատկերացներ, որ 40 եվրոպական երկրի լիդերներ բան կգանստե, ուրեմն մեր կարևորվում է մեր երկիրը։ Բայց մի երկրի շահն է կարևոր, թե որ երկու ящик լոլիկ պետք է փչանա կամ չփչանա։ Մենք այնպես վնասներ ենք տեսել, որ դա մեր համար հեշտ բան է։ Այն 90-ական թվականից մինչև 2000 թիվը ոնց էինք ապրում էինք առանց լույս, առանց ջուր, առանց փող, ապրել ենք, էլի կապրենք։ Եկել ենք մեր տեխնիկան տենալու, ժողովուրդ ջան, կապ չունի, ինտիմադիր ես, իշխանական ես, ինչական ես, էսի ուրանալ չես կարա։ Ժիվոյ, թափ թազա, ընտի տեխնիկա, ես որպես ծառայած մարդ փաստում եմ։ Երկար պտտվել են, ման են եկել, փնտրել են, չեն իմացել ինչ գրեն լրատվականով մի հատ, գրել են Լոռու մարզպետի տպավորիչ ունեցվածքը եւ նրա դուրը եկած մերժված արցախցիները։ Ուրեմն հայտարարագիր եմ ներկայացրել արգելի հայրենակիցներ, տպավորիչ ունեցվածքս երևի այն է, որ 18 տարի Երևանում վարձով եմ բնակվում, կնոջս ու վերջին 3 տարին երեխայիս հետ։ Տպավորիչ ունեցվածքն է երևի որ 7 ամիս Վանաձորում եմ վարձով բնակվում, ծնողներս էլ Ալավերդի են 13 տարի վարձով բնակվում, իմիջայլոց հիպոթեկով ձեռք բերված բնակարանը, որի համար դեռ մի 15 տարի երևի պետքա վճարեմ, հույս ունեմ շուտով կտանի, վերջով վարձով տնից դուրս կգանք, նաև վերանորոգման համար պետքա վարկ վերցնեմ եւ աշխատավարձ, սա ուրիշ ոչ մի բան։ Հա, մեկ է մեքենայից նկարն են դրել, տենց մեծ վախենալու տենց շոր նկար են դրել, 13 թվականի արտադրության Mazda մագնիշի մեքենա է, 200,000 կիլոմետր վարած, երևի շուկայական արժեքը 3.4 միլիոն դրամ։ Իմ դուրը եկած մերժված արցախցիները սոցօգնության համար դիմաց ենթադրում եմ բնակիչներն են եւ մենք նախագահի ընտրության օրը հայտարարելուց հետո սոցօգնություններ ուղղակի չենք տալիս, որ հիմա էլ չասեն մարզպետարանի ֆոնդից քաղաքացիներին սոցօգնություններ են բաժանում, չնայած դա բյուջետավորած եւ օրենքով սահմանված ծախս է, որը կարող են կանել, բայց այդ էլ չենք անում։ Այնպես որ սիրելի հայրենակիցներ, լավ որ ձեզ, լավ որ բոլորիդ, մենք այսօր Տաշիրում շատ լավ քարոզարշավ ենք արել եւ վաղը կլինենք Սպիտակում, շնորհակալ եմ։ Ուրեմն, այս Ռոբերտ Քոչարյանը երեք հայտարարել է հետևյալը, բառացի մեջ բերում եմ։ Եթե որևէ քաղաքական գործիչ կամ հայտնի դեմք Հայաստանում կոպիտ ասած էշի պես զռա ու հավեսով զռա, կարծում եմ դիտումները միլիոնները խփելու է։ Առաջարկում եմ պարոն Քոչարյանը էշի պես զռա, բայց հավեսով էլի, տեսնեք ինչքան դիտում
կապահովի։ Գրազ եմ գալիս, որ իր միջին վիճակագրական դիտումները ընդհանրապես չի գերազանցի։ Ես Նիկոլի մասին խոսեմ, մի քիչ ճիշտ չի լինում։ Չեմ էլ ուզում այդ մասին շատ խոսել, բայց ինքը արեց են իր վրա վերցնելով այդքան անեծք հայոյանք։ Չգիտեմ դավաճան պիտակավորումը, բայց ինքը արեց այն, ինչ որ բխում էր հայ ժողովրդի շահերից, Հայաստան պետության շահերից։ Եթե հիմա հանրության մի մասը դա չի հասկանում, մի x-օր հասկանալու է, որովհետև ես իհարկե Նիկոլին միշտ քննադատում էի, ես ինչն էր մեր հեռակա-վեճի, բանավեճի պատճառը, որ ես վստահ էի, հիմա էլ եմ վստահ, որ նա կարող էր եւ պետք է դա աներ մինչեւ 20 թվականի սեպտեմբերի 27-ը։ Իհարկե ինքը այլ կարծիքի է այդ մասին, բայց դա կարելի է այդ վիճել, քննարկել, դա ինքը շատ խորքային հարց է, ես վստահել չեմ, որ ես ասում եմ, ես 100% ճիշտ եմ, ինքն էլ վստահ չի, որ ինքն է 100% ճիշտ, բայց ես Նիկոլին քննադատել եմ դրա համար, որ ինչու նա չի արել այն, ինչ որ արեց, ասենք 22 թվականի Վարդենիսյան ջերմուկյան մարտական գործողություններից հետո։ Հիմա ընդդիմությունն էլ գիտի, որ ինչ անում է ճիշտ է անում։ Ընդդիմությունն էլ լավ հասկանում է, որ Նիկոլը չի Պրագայի հայտարարությամբ Արցախը հանձնել Ադրբեջանին։ Ընդդիմությունը լավ գիտի, որ Արցախը Ադրբեջանին հանձնել են 1921 թվականի հուլիսի 5-ին։ Դա շատ լավ գիտեն, որ այդ որոշումը ամրագրվել է 1922 թվականի դեկտեմբերի 30-ին։ Գիտեն, որ դա այդ մի անգամ էլ ամրագրվել է 1936 թվականին։ Այդ ամեն ինչը գիտեն, որ այդ էլ մի անգամ էլ վերջնական կնիկը ստացել է 1991 թվականին, երբ որ Հայաստանը հանրաքվեն արեց անկախության հանրաքվեն Հայաստանի Հանրապետության տարածքում։ Այս ամեն ինչը բոլորը գիտեն, բայց ասում են, այս Նիկոլը ոնց որ մի քիչ միամիտ իջևանցի տղա է։ Բերես լրիվ բեռը թափենք իր վրա, ասենք որ ինքն է արել, համ իրեն կհեղինակազրկենք, համ մեր գործը հեշտ կլինի, գանք վերցնենք իշխանությունը։ Բայց մարդիկ նախախնամությամբ, օգնությամբ, իրենց ենթագիտակցական զգայարանների օգնությամբ շատ ճիշտ որոշում կայացրեցին։ Այնպես որ ասենք ես ինչն է որ մարդիկ Նիկոլի կերպարը մի քիչ հեռուստաէկրաններից ընկում լավ չի երևում։ Ինքը ինչերի միջով անցել, ինչ օրեր ապրել, երբ որ կայացրել այդ որոշումները։ Հա հեշտ է, գիտեք, սրճարան ու սուրճ խմել ու ասել հա այդ դավաճանը էս արեց, գիտեք այդ դավաճանը ինչ արեց։ Գրել ռազմահերենացի։ Հա, ասենց ինչ-որ բան, երբ որ քո տղաները, երեխաները Ամերիկայում կամ Ֆրանսիայում են։ Այնքան բան կա խոսալու, բայց այդ մասին շատ կարելի է խոսալ հունիսի 7-ից եւ հետո, երբ որ խաղաղությունը վերջնական կլինի եւ ժողովրդին խափելով իշխանության փորձող եկողներն էլ կգնան իրենց հիմնական գործով զբաղվելու մարդկանց այդ մանիպուլյացիայի ելևս չեն ենթարկի։ Այսօր բազմաթիվ խնդիրներ կա երկրում, երկրի շուրջ, սկսած լուրջ եւ կենցաղային մակարդակի խնդիրներից։ Ընդդիմությունը շատ ավելի ճիշտ կաներ, խորամուխ լիներ այս խնդիրների մեջ, քննադատեր, խիզախություն ունենար, ասեր ընկերներ ժողովուրդ, որքան էլ ցավալի է, բայց Նիկոլ Փաշինյանը արտաքին քաղաքականությունը
միակներ շախմատում այդպիսի արտահայտություն կա, միակ ճշգրիտ քայլը։ Եթե դու չես գտնում միակ ճշգրիտ քայլը, դու պարտվում ես։ Այդպիսի իրավիճակներ լինում է։ Մենք այդպիսի իրավիճակում էինք հայտնվել 20 թվականի նոյեմբերի 9-ից հետո, երբ որ ցանկացած սխալ քայլ բերում էր դիրքի վատացմանը, անխուսափելի պարտության։ Բարեբախտաբար Նիկոլ Փաշինյանը գտավ այդ քայլերը։ Ընդդիմությունը կարող էր ասել, գիտեք, մենք այս հարցում իր հետ խնդիր չունենք։ Եթե իրենց գործողությունները, շահերը բխում էին հայ ժողովրդի ու Հայաստանի շահերից։ Բայց գիտեք, օրինակ, ատոմակայանի կառուցման հարցում նա սխալ է։ Մենք որ գանք սենց ենք անելու։ Գիտեք, ճանապարհաշինության հարցում մենք այսպես ենք անում։ Կամ գիտեք, մենք այս Տավուշի կամ Գեղարքունիքի այսպես ժողովուրդը աղքատ է, ամոթ է եւ այլն։ Այսպես որ անեին, իրենք այսօր շատ ավելի լուրջ մրցակից կլինեին, բայց իրենք գնացին մի ճանապարհով, որի ձևակերպումը ասենց մոտավոր էր ոսկեպարով Արցախ, մարդիկ էլ ասեցին, գիտեք, մենք ձեր ասենք միամիտները չենք էլի, որ ասենց գաք, ասեք, կամ մեզանից հայրենասեր չեք էլի։ Ճիշտ է,